Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ։ Այսօր մեր հերթական հաղորդման օրն է։ Արդեն 5 տարի է յուրաքանչյուր 5 շաբթի 21:00-ի մոտակայքում մենք նոր հաղորդում ենք թողարկում։ Սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, այս հաղորդումը տոնական է։ Ինչու՞։ Որտեղ մեծ բարեգործը արդեն իսկ հունիսի 30-ից մտել է առյուծի կենդանակերպ եւ այնտեղ է գտնվելու մինչև 2027 թվականի հուլիսի 26-27-ի մոտակայքում։ Մենք ուղիղ 1 տարի վայելեցինք Յուպիտերի բարեկեցության մեծ բարեգործի մուտքը Խեցգետնի կենդանակերպում։ Նրանք, ովքեր հողի եւ ջրի ազդեցության տակ էին ծնված, նրանք ձեռք բերեցին բնակ տարածքներ, սեփականություն, ամուսնացան, իրենց ընտանեկան այդ վիճակը կարգավորեցին, իրենց սոցիալական վիճակը կարգավորեցին, ստատուս ստացան եւ ստատուսի մեջ նաեւ Յուպիտերը Խեցգետնում հենց ընտանիք կազմելն էր։ Բազում հաջողություններ եղան։ Ես կանխատեսել եմ, որ ձկները, նաև կույսերը հնարավոր է անսպասելի երեխաներ ունեն։ Այդպես էլ եղել է հողի եւ ջրի ազդեցության տակ ծնվածների համար մեծ հաջողությունների տարի է եղել։ Իսկ կրակի եւ օդի ազդեցության տակ ծնվածների համար ուղիղ 1 տարով Յուպիտերը կտա մեծ հաջողություն։ Յուպիտերը մտնում է առյուծի կենդանակերպ, ազնվազարդ, էլիտար, ոչսովրականը ջրհոսը յուրահատուկ, ինքը առյուծը դա արքունիքի, դա հատուկ, դա արքայական կենդանակերպ են, ծնվելու են երեխաներ, որոնք լինելու են մեր ազգի, գիտեք ոնց Վահագնի ծննդով ոնց են ասում ոչ տղա, թեկուզ աղջիկ է լինի, միևնույն է այդ երեխաները լինելու են մեր ապագա սերունդը, որոնք ղեկավարելու են մեզ, որոնց համար ուրախանալու ենք, սիրելի հետևորդներ, մանավանդ Յուպիտերը առյուծում բարենպաստ է արական սեռի երեխաներ ունենալու համար եւ մանավանդ եթե կրակի եւ օդի ազդեցության տակ են ծնված այդ երեխաներին շատ ցանկացող այդ ծնողները, բայց մի վհատվեք, եթե դուք հողի եւ ջրի ազդեցության տակ եք ծնվել, ձեր լուսինը կարող է լինել կրակի տարերքում, ձեր ասցենդենտը կարող է լինել կրակի տարերքում, պետք է ուղղակի աստղաբանի դիմեք, որպեսզի հասկանաք ձեր քարտեզը, որ ժամկետներում ինչպիսի դրական տարածիկ մոլորակների էներգիա է ստանում եւ ըստ այդմ կառուցեք մոտակա ձեր մեծ ապագա, մեծ արև է սպասվում, առյուծը արև է, հեղինակավոր մարդկանց հետ հանդիպումներ կլինեն, մարդիկ կարող են հեղինակություններ դառնալ, այն երեխաները, որոնք ծնվեն այս 1 տարվա մեջ 12, 24, 36, 48, 60 եւ մոտավորապես 72, այդ տարիքային շրջափուլերում նրանք շատ մեծամեծ հաջողություններ կբերեն եւ ձեզ եւ մեր հայրենիքին, այդ երեխաները շատ մեդալներ կշահեն, հաղթողի դերում կլինեն, բեմերում կլինեն, հայտնի մարդիկ, պրոդյուսերներ կլինեն, նրանք արևի պես փայլելու են եւ Յուպիտերը Զևսն է, չէ, դիցաբանության մեջ, այդ նրա հզոր էներգիան տարածելու են տվյալ ընտանիքի, տվյալ տեղանքի եւ տվյալ անձի վրա։ Սիրելի հետևորդներ, չգիտեմ նկատեցիք թե չէ, այս անգամ իմ կողքը շատ հետաքրքիր փունջ է հավաքված, ճիշտ է անթառամ ծաղիկներն են, բայց ինչպես տեսնում եք, հաթերքվուդի մեղրի տեսականին է, մենք շատ հետաքրքիր այդպես համագործակցություն ենք իրականացրել, իրականում ես ներկայացրել եմ կենդանակերպերը, մենք համատեղել ենք կենդանակերպերը մեղրի տեսականի հետ, տեսեք, չեմ ուզում բացահայտել, շուտով համացանցում կլինի մեր համատեղ այդ ձայնագրությունը, տեսահոլովակները, կարող եք կանխատեսել սա որ կենդանակերպին է բնորոշ, ահա, մի փոքրիկ բացահայտում, այստեղ ձագուկներն է, ձագուկները որ կենդանակերպերը պետք է լինեն, զույգեր են նրանք, սա տրամադրությունը բարձրացնողն է, որ կենդանակերպն է տրամադրությունը գցում, այստեղ տրոպիկական է, եւ այստեղ էլ տեսեք վայրի մեղրն է,
Շատ հետաքրքիր տեսական է, իրականում ասեց հենց վայրի անտառներից է ձեռք բերված, որ կենդանակերպն է վայրին ուժեղ, ագրեսիվ է։ Մանրամասները սպասեք շուտով մեր հետաքրքիր համատեղ այդ պրոյեկտը դուք կարող եք վայելել եւ ըստ այդմ պատվիրել ձեր նախընտրելի տեսականին։ Սիրելի հետևորդներ, տեսնում եք, քաղցրով սկսեցինք մեր եթերը եւ հուսամ, որ մոտակա 1 տարին հենց քաղցրի մեղրի նման այդպես կծորա եւ առանց խնդիրների ճանապարհ կբացի մեզ համար բարեկեցության։ Առաջին զույգն եմ հայտարարում առույցներ եւ այնտեղ ջրհոսներ, ինչ է տալու ձեզ Յուպիտերը, սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ։ Դե սիրելի առույցներ, ձեզ համար կարևոր տարի է լինելու առաջ խաղացումներ։ Գիտեմ, որ լավատես եք, խոյերն էլ առույցներն էլ, մի քիչ իրատես եղեք, ամեն ինչը մեծ եք բռնացնում, բառացի ասեմ, հնարավոր է, որ գիրանաք բոլոր առումներով եւ երեխաներ են սպասում ձեզ, սիրելի առույցներ, եւ առաջխաղացում կյանքում դուք ինքներդ կարող եք ձեր անձնական կյանքը դասավորել, ջրհոսների դեպքում ձեր կյանք կգան ոչ սովորական մարդիկ, նաև ասում եմ առույցը էլիտար կենդանակերպ է, բայց սիրելի առույցներ կարող եք փոխել ձեր անունը, ձեր ազգանունը, նույնիսկ բնակ տարածքը, դուք ձեր ինքնությունը կարող եք փոխել, չափից դուրս լավատես չլինեք, բայց նորանոր փոփոխություններ տարի է, մանավանդ որ Ուրանը գտնում է երկորյակում, այդ փոփոխությունները կարող եք ինչի միջոցով անել, կրթվելու, շփումների, ոչ սովորական այդ գիտելիքների, գաղափարակիցների միջոցով կարող եք փոխել ձեր կյանքը, պլաստիկ վիրահատություններ, էսթետիկ միջամտություն, այս հատվածում առույց ինչն է, սիրտն է, այս հատվածն է, չգիտեմ դաջվածներ կանեք թե չէ, դրա մասին երկար մտածեք, որովհետև հետագայում շատեր դաջվածներից հետո փոշմանում են ու դրա մաքրումը եւ դրանից ազատվելը, այդ ամենից ազատվել դժվար է։ Համենայն դեպս նոր կյանք սկսելու դուք ադամանդ եք, Յուպիտերը առույցում դա ադամանդի այսպիսի մեկնաբանում է տալիս, դուք կարող եք փայլել ձեր կեցվածքով, ձեր սոցիալական դիրքով, Յուպիտերը սոցիալական դիրքն է, այդպես հայտնի մարդկանց հետ, առաջատար հեղինակավոր մարդկանց հետ կարող եք ձեր կյանքը կապել հենց ձերից նախաձեռնությամբ։ Սիրելի ջրհոսներ, ձեր դեպքում ձեր կյանքը գան, տիեզերքը կբերի, հնարավորություն կտրվի այդպիսի մարդկանց հետ շփումներ կազմակերպեք։ Նրանք հեղինակավոր մարդիկ են, պրոդյուսերներ են, հայտնի մարդիկ, հեղինակություններ, քաղաքական դաշտում, ասպարեզում մեծամեծ հաջողություններ կունենաք ձեր գործընկերների միջոցով, նաև ի վերջո ձեր կյանքը կարող եք կառուցել, որը ձեզ մոտ չէր ստացվում 4, 8, 12 տարի առաջ։ 12 տարի առաջ, եթե թերի թողած գործեր եք ունեցել, ապա իմացեք, որ մոտակա ժամանակահատվածում եւ մոտակա 1 տարին դուք հնարավորություն կունենաք ձեր միջանձնային դաշտը, շփումները, գործընկերային հարաբերությունները այն աշճանի այդպես ընդլայնեք, որ նույնիսկ հասնենք արդեն մասշտաբավորման, տարբեր երկրներում, տարբեր վայրերում, մասշտաբավորում, նրանք ովքեր բիզնեսի մարդիկ են, ի վերջո դուք ադամանդ եք, սիրելիներս, եւ Յուպիտերը առույցում բոլորիդ հնարավորություն է տալիս ընդլայնելու ձեր աշխատանքային, ձեր բիզնես գործունեությունը մի քանի տեղ եւ այն ինչ հիմա անեք, հուլիսի 23-ից հետո արդեն կարող եք անել մոտավորապես 1 տարով, այդ ամենը ձեզ կբերի հաջողություններ եւ նախահիմքը կարող է հանդեսանալ 4, 8, 12 տարվա այդ process-ի։ Սիրելի կույսեր, ձեր 12-րդ տանն է լինելու Յուպիտերը, չգիտեմ, դղյակ եք գնելու, ոսկեղեն եք գնելու, հաջողություններ եք ունենալու, բայց հանրության աչքից կարող եք գաղտնի պահել։ Նպատակ ունեք տուն կառուցելու, նպատակ ունեք ադամանդներ ունենալու երեխաների տեսքով, թանկարժեք բնակարան, դա բնակարան չի լինելու, դա դղյակ է լինելու։ Կարող եք այդ ամենը ստեղծել, հիմքը դնել այս տարի եւ մոտակա 4 այդտեղ 8-12 տարի հետո ունենալ հաջողություններ, քանի որ 12-րդ տունը, 12-րդ եւ 6-րդ տները դա հորեկա ոլորտն է, հյուրանոցային ցանցն է, նաև 12-րդ տունը դա մեկուսարաններն են, առողջարաններն են, կարող եք այդպիսի բիզնեսի հիմք դնել, որի հաջողությունները 1 տարվա մեջ կարող եք նկատել եւ այն կարող է ունենալ երկարաժամկետ այդպիսի հաջողություններ 4, 8, 12 տարի հետո, ովքեր հենց այդ ոլորտներում գործունեություն են ծավալում, իմացեք,
դուք ճիշտ գծի վրա եք, ուղղակի ճիշտ պետք է կարողանաք հաշվարկել, ռիսկերը ճիշտ պետք է հաշվարկեք, որովհետև Յուպիտերը առուցում տալիս է ինքը մի քիչ լավատեսություն, ալտրուիզմ, հա, եւ մնացած է ըստ այդպես ըստ կանոնակարգի, կամած Յուպիտերը կանոններ չի սիրում, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ կընկնի իր տեղը, եթե դուք ճիշտ եք կարողացել հաշվարկել, որովհետև Սատուրնը կարգապահության մոլորակում հազիվ խոյի կենդանակերպը մի կերպ կարողանում է պահել այդ հավասարակշռությունը, հա, որպեսզի Յուպիտերը շատ առաջ չգնա, Սատուրնն էլ շատ ագրեսիվություն չտա։ Սիրելի ջրհոսներ, ձեր 6-րդ տունն է, Յուպիտերը առուծում։ Ինչպիսի բիզնես կարող եք ունենալ։ 6-րդ տունը դրանք հիվանդանոցներ են, առողջարանային վայրերն են, աշխատանքն է, առուծը դա էլիտար վայրերն են, դրանք ժամանցի վայրերն են, սպորտներ են, եթե զբաղվում եք ինչ-որ սպորտաձևով, որը անհատական է, առուծ խոյը դրանք անհատական սպորտաձևերն են, կունենաք հաջողություններ, ձեր երեխաներին կարող եք գրանցել ձեզ մոտ աշխատանքի, նրանք ադամանդի պես կարող են փայլել, ձեր աշխատակիցներ, կարող եք այնպիսի աշխատակիցներ ընդունել աշխատանքի, որոնք ուղղակի ձեր բիզնեսը կարող են սարքել ադամանդ։ Սիրելի ձկներ, ասում դե հոռեկա ոլորտը ձերն է, չէ՞, դրանք հյուրանոցներն են, դրանք հյուրատնային բիզնեսը խեցգետնինն է, ամենայն դեպս հաջողություններ կունենաք, կարող եք վերանորոգել ձեր աշխատավայրը փայլուն, լուսավոր, այսպիսի լույսեր լինի, վառ կերպարներ ընդունեք աշխատանքի եւ ունենաք հաջողություններ։ Անցնենք հաջորդ կենդանակերպ, կշերք եւ խոյ, սիրելի կշերքներ, ձեր 11-րդ տանն է լինելու, սիրելի խոյեր, ձեր 5-րդ տունը։ Ինչ եք կարծում 5-րդ տունը որն է, սիրելի խոյեր։ Լյուբով, ձեծի տворчество։ Ի վերջո կհանդիպեք ձեր սիրելին, որից երեխաներ կունենաք։ Երեխաները կարող են, այսպես խոշոր երեխաներն են, հնարավոր է զույգեր, եռյակներ լինեն, հա, երկորյակներ, եռյակներ։ 5-րդ տունը մեծ սերն է, սիրելի խոյեր, դե դուք սիրում եք էլի ամեն ինչ արագ, հա, չէ։ Սպասեք հուլիսի վերջից 1 տարով իսկ եթե արդեն մենք կրկնենք հաղորդումը, հուլիսի վերջից 2026 թվականի մեծ հաջողություններ, սեր, այնպիսի բիզնես կարող եք դնել, բիզնեսը հոբի կարող է լինել ձեզ համար, հետո այդ հոբին կարող է վերածվել բիզնեսի, որին երեխայի նման շոյել եք, փայփայել եք եւ մեծացրել եք։ Իսկ այստեղ սիրելի կշերքներ ձեր 11-րդ տունն է, 11-րդ տունը ապագա պլաններն են, ձեր նպատակներն են, նպատակները բավականին մեծ են, իրատեսական են արդյոք սիրելի կշերքներ, Յուպիտերը առուծում շատ մեծ գործեր եք նախատեսել, մասշտաբային մեծ գործեր, նրանք ովքեր ունեն այդ բիզնեսները արդեն, որոնք կապված են ադամանդի, ոսկու, ժամանցային վայրերի, նաև Յուպիտերը առուծում սիրելի հետևորդներ մի այսպիսի բարդ եւ ոչ ճիշտ ճանապարհով կարող է տանել մարդկանց, առուծը դա ազարտային խաղերն են, այդ ազարտային խաղերը կարող են ակտուալ դառնալ, ովքեր չեն խաղում, ուշադիր եղեք, մանավանդ կրակի տարիքի ազդեցության տակ ծնվածներ, կրակ եւ օդ, սիրելի առուծներ, սիրելի կշերքեր, դուք սիրում եք հեշտ կյանք, հա, առուծներ ուզում են միանգամից վաստակել, կշերքներն էլ իրենք էսթետներ են, ուզում են ավելի ճոխ, ավելի գեղեցիկ հագնվել, ուշադիր եղեք համացանցային խաղերից, որտեղ 11-րդ տունը դա նաև համացանցն է, դա նաև ինտերնետն է, համախոհներ են, սիրելի կշերքներ, սիրելի խոյեր, հեռու եք մնում ազարտային խաղերից, նրանք կտան մեծամեծ հաջողություններ, բայց հնարավոր է ժամանակահատվածը անցնի, հետո այդ ամենը ձեր ձեռքից դուրս գա։ Յուպիտերը առուծում խոշոր շահում, սիրելի խոյեր, սիրելի կշերքներ, ինչպես աղեղնավորներ, այնպես է երկորակներ։ Դե առուծներն էլ իրենք միշտ հենց այդ ամենի կենտրոնն են, խոշոր շահում, խոշորացում եւ ուշադիր եղեք, որպիսի չավելացներ ձեր քաշը։ Հաջորդ երկու կենդանակերպը մենք դիտարկում ենք կարիճների 10-րդ տուն, ցուլերի 4-րդ տուն, այո, սիրելի կարիճներ 10-րդ տուն, ձեր հեղինակության հետ կապված որոշակի խնդիրներ կարող են, այսպես մի կերպ կարող է պահեք ձեր հեղինակությունը, ձեր հայրիկի հեղինակության հետ կապված հարցեր կլինեն, ձեր ղեկավարների հետ խնդիրներ կարող են լինել, ուշադիր եղեք այդ խնդիրների մեջ չընկնեք, այսպես միանգամից բում, այսպես արագ հարստացումը, նույնիսկ սոցիալական դիրքի բարելավումը, ձեր վարկանիշային այդ աճը պետք է կարողանաք վերահսկել, սիրելի կարիճներ, կդառնաք հանրային մարդ,
ձեր անունը տարբեր պարբերականներում, տարբեր ցածերում կարող է այդ ամենը շրջանառվել, բայց ուշադիր եղեք, որպեսզի չկորցնեք ակնթարթորեն ձեր հեղինակությունը։ Յուպիտերը առուծում ձեզ հնարավորություն կտա հեղինակավոր մարդկանց հետ շփումներ, նրանք կօգնեն ձեր սոցիալական դիրքի բարելավմանը, բայց նաև ուշադիր եղեք, որպեսզի չկորցնեք ձեր սոցիալական դիրքը։ Չափից դուրս լավատեսությունը, ալտրուիզմը մի փոքր վնասակար է։ Համենայն դեպս կստանձնեք պաշտոններ, կդառնաք ժամանցային պրոյեկտների ղեկավարներ, պրոդյուսերներ, հնարավոր է այդ ամենը դուք համակարգեք կամ այն մարդիկ, որոնք ձեր կյանք կգան, կօգնեն ձեզ ձեր սոցիալական դիրքը եւս մեկ աստիճանով բարձրացնելու։ Սիրելի ցուլեր, ձեր 4-րդ տանը մայրիկը կնվիրի ձեզ ադամանտ։ Այն տունը, որը շատ եք սիրում, որը երեխայի նման, այդ տունը կարծես հիմքից մինչև վերջ կառուցել եք, այդ ներքին հարդարանքը, պատերը կարծես ադամանդից են, կամ ձեր մայրիկը շատ հավանական է, որ տունը կտակի ձեր իսկ երեխային։ Եթե դուք ձեր մայրիկի մայր ծնողի սիրելի երեխան եք, սիրելի ցուլեր, ապա շատ հավանական է, որ այդ ընթացքում դուք նրա կողմից ստանաք մեծ հասույթը, ադամանտ կարող է նվիրել մայրիկը, ոսկյա շղթա կարող է նվիրել, կամ դուք շատ պետքական կլինեք ձեր մայր ծնողին, որին մեծ օգնություն կտրամադրեք։ Մայրիկն էլ իր հերթին կլինի վարձահայտույց եւ ձեզ կտա այն մեծ ջերմությունը, իր սիրտը կարող է տալ, Յուպիտերը առուծում սիրտը կարող է տալ, ձեր երեխան կարող է ծնվել, որը շատ նման կլինի մայրիկին, որի անունը կարող եք դնել ձեր երեխայի վրա, մայրիկի անունը, իսկ այդտեղ կարիճների դեպքում երեխան ձեր հայրիկին նման կլինի եւ կարող է կրել ձեր հայրիկի անուն, ազգանունը։ Սիրելի աղեղնավորներ, ձեր տանն է լինելու Յուպիտերը, մեծամեծ հաջողություն, կգնաք ճանապարհորդության, օտար երկիր, կվերադառնաք արդեն նոր երեխա ունենալու կամ միտումով, կամ արդեն կսպասեք բալիկի։ Կրակային տարեք, էլիտար վայրերում կարող եք կազմակերպել ձեր հանգիստը, Յուպիտերը աղեղնավորում 9-րդ տանը, արտերկրում կունենաք երեխաներ, կունենաք հաջողություններ, մեծամեծ հաջողություններ կուղեկցեն ձեզ։ Բարձրագույն կրթությունը կարող եք կազմակերպել այնպիսի բուհական վայրերում, որոնք յուրահատուկ, միշտ յուրահատուկ ջրհոսին են ասեմ, որոնք ունեն բարձր սոցիալական դիրք, էլիտար այդ բուհերն են, ինչպես Սորբոնը, Հարվարդը, նմանատիպ բուհերում, Հայաստանում էլ այդպիսի բուհեր կան, ինքը ամերիկյան համալսարանը, ֆրանսիական համալսարան կամ օտար լեզուների թեքումով կրթություն կարող եք ունենալ, կարող եք գործուղման գնալ արտերկիր, այնտեղ հաջողությունները ձեզ կուղեկցեն, ամեն առումով եւ երեխաներ կունենաք, եւ գիտելիքներ կստանաք, եւ հարուստ այդպիսի փորձ գիտական շրջանակներում եւ շատ հայտնի մարդկանց գիտնականների, դասախոսների հետ կարող եք ծանոթանալ, այդ մեծ փորձով վերադառնալ հայրենիք եւ այստեղ ձեր փորձը տալ երկվորյակներ, սիրելի երկվորյակներ, ձեր երրորդ տունը քուր, եղբայր, հարևաններ, ինֆորմացիոն դաշտ, տեղանքն է, սիրելի աղեղնավորներ, դուք կարող եք ներկրել մեքենաներ արտերկրից, լավագույն մեքենաներ, լավագույն արժեքներով, սիրելի երկվորյակներ, այդ ամենը դուք կարող եք կատարել Հայաստանում, տեղում, եթե տուրիզմով եք զբաղվում, արտագնա տուրիզմը աղեղնավորներին է, եթե երկվորյակներ են ցանկանում զբաղվել, նրանք կարող են զբաղվել ներգնա եւ ներքին տուրիզմով։ Ձեր շրջապատում դուք ձեռք կբերեք հայտնիություն, նրանք ովքեր լրատվական, տեղեկատվական հարթակում են, կունենան հաջողություններ, դուք հայտնի մարդկանց հետ կարող եք պրոյեկտներ մշակել, որոնք ինտելեկտուալ այդպիսի հենք ունեն։ Նաև ձեր քույրիկ, ձեր եղբայր կունենան երեխաներ, որոնք 4-8 տարի, 8 նաև 12 տարի ուշացել են, նրանք ընտանիք կգազմեն, նրանց հարսանեկան արարողությունը, նրանց երջանկության հետ բոլոր հարցերը կարող եք համակարգել, դուք կարող եք գնել մեքենաներ, հենց տեղում լավագույն մեքենան կարող է գալ ձեր ձեռքը, ուղղակի սպասեք մինչև 26 թվականի հուլիսի 23-ը ավելի մեծ շանսեր եւ հնարավորություններ կունենաք, իսկ եթե հաղորդումը կրկնենք, ապա արդեն իսկ այդ ժամանակահատվածը հուլիսի վերջ, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներն են։ Երկու կենդանակերպ մնաց, սիրելի այծեղջուրներ եւ սիրելի խեցգետներ, սիրելի այծեղջուրներ, ձեր 8-րդ տունն է, սիրելի խեցգետներ, ձեր երկրորդ տունը։ 8-րդ տունը դրան կապիտալ ներդրումներն են, կտակ, ժառանգություն, հանրային գումարներ, ձեր գործընկերների, զուգընկերների գումարներն է լինելու, սիրելի այծեղջուրներ, այդ ամենը կարող եք ձեր կյանք քաշել, ոսկեղեն, թակարժեք իրեր,
եթե այդպիսի գործունեություն եք ծավալում, դա Ուցերտունը մահվան վերածնդի նշանն է, ապահովագրական ընկերություն է, եթե աշխատում եք, այդտեղ գումարներ ունեք, ձեր ավանդները, ձեր այդպես այն գումարները, որոնք գործի մեջ եք դրել, հավանական է շատ մեծ արդյունք տան, եթե այդ ամենը ճիշտ եք կազմակերպել։ Յուպիտերը առողջում մեծամեծ հաջողություններ ժառանգության, կտակի, հանրային գումարների եւ նաեւ գործընկերոջ եւ զուգընկերոջ այդ ներդրումների միջոցով։ Եվ վերջին կենթանակերպը սիրելի խեցգետիններ, ձեր երկրորդ տունը ձերից վաստակած գումարներն են, կարող եք այնքան վաստակել, որ գնեք թանկարժեք ոսկեղեն, ադամանդներ եւ երկուսը իրար հետ լավագույն բիզնեսները կարող եք բացել, ինչպես 5-րդ տունը Խոյը, այնպես էլ երկրորդ տունը Խեցգետինը, ձեր շահույթը կարող է գալ, սիրելի խեցգետիններ, ձերից նախաձեռնությամբ, եթե այնպիսի բիզնես գործունեություն եք ծավալում, որը կապված է հանգստի հետ, սպորտի հետ, ժամանցային վայրերի հետ, սիրելի խեցգետիններ, ուշադիր եղեք, սիրելի խեցգետին եւ այծեղ ջուրեր, շատ հավանական է այդ գումարները գան ձեզ, այդպես մեծ գումարներ գան ձեզ, այսպես ասեմ, խոշոր շահում ունենաք, այնքան մեծ լինի, որ ուղղակի ուրախությունից կորցնեք ձեր եսը, ֆինանսական հաջողություններ այն ոլորտներում, որոնք կապված են ադամանդի, ոսկու, սպորտի, նորաձևության, բեմի եւ նաեւ այն ոլորտների հետ, որոնք հանգստի հետ են կապված, էլիտար, յուրահատուկ հանգիստ եւ նաեւ եթե ուզում եք այդպիսի բիզնեսներ դնեք, դա միանշանակ ձերն է, հաջողությունը կգա ձեզ, ֆինանսներ կարող եք վաստակել առույցների միջոցով, կրակի տարերքների միջոցով, նաև դուք սիրելի այծեղջուներ եւ ունենաք մեծամեծ հաջողություններ մոտակա 1 տարում։ Սիրելի հետևորդներ, մեծ սիրով ներկայացրեցի 1 տարվա կանխատեսումներ, սիրում եմ ձեզ շատ, դա նշանակում է Յուպիտերը առողջում է, վայելեք կյանքը, ստացեք աստղաբանական գիտելիքները, ձեր կյանքը կառուցեք մոլորակային դիրքերի ազդեցությամբ, դրական դիրքերը օգտագործեք ձեր կյանքը որակով դարձնելու համար։ Շնորհակալ եմ, որ դիտում եք հաղորդումներ բոլոր ալիքներում, Instagram, Facebook, YouTube, ասեմ, որ մոտակա 2 ամիսներին անհատական իմ ալիքներում մոտավորապես 3 միլիոն դիտում ունեմ։ Սա իմ եւ ձեր համատեղ աշխատանքի միջոցով է։ Գրանցվեք ալիքին, եթե չեք գրանցվել, բաժանորդագրվեք, սեղմեք կոճակի վրա եւ նաեւ մեկնաբանություններ գրեք, թե ինչի մասին կցանկանայիք լսել իմ իսկ կողմից։ Լավ եղեք, սպասեք մյուս շաբաթ։